Եկեղեցական հարցերն ըստ եկեղեցական կանոնների կեսգիշերին հայտարարեց ամենայն հայոց կաթողիկոսը ի պատասխան վեհարանը վեհափառից ազատելու Հայաստանի վարչապետի սկսած գործընթացի։ Եկեղեցուն եւ եկեղեցականությանը վերաբերող հարցերը եկեղեցու կարգած եւ կանոնած համաձայն քննարկվում են համապատասխան մարմինների կողմից։ Ավելին ասելիք չունեմ։ Գիշերը այն ժամին, երբ կաթողիկոսը պիտի վերադառնար Դուբայից, ընդդիմադիր մի քանի գործիչների կոչով հարյուրավոր քաղաքացիներ էին հավաքվել ժամանման սրահի մուտքի մոտ։ Իմ շատ սիրելի վեհապարն է այժմ։ Աշխարհի ամենաառաջի վեհապարն է, ուրիշ չունենք։ Չմտածեն ուրիշ ոչ մի բան։ Պետք է իր համար կյանք էլ կդնենք։ Քաղաքացի եմ, հայ առաքելական եկեղեցու հետևորդ եմ եւ եկել եմ սատարելու մեր վեհափառին ընդամենը, որևէ կուսակցության անդամ չեմ։ Մենք սրբազան պայքարից ենք, սրբազան, որն ենք աջակցում, Բագրատ Սրբազանին։ Դասանյանի։ Այո։ Այստեղ թե ընդդիմության համակիրներն էին, թե մարդիկ, որ պնդում էին որևէ քաղաքական ուժի չեն սատարում միայն վեհափառին, այստեղ էին նաև տասնյակ հոգևորականներ։ Իմ վեհապառն է, ձեր վեհապառն է, ամբողջ հայազգի վեհապառն է, ով որ սխալ ձևով է ներկայացնում, որ ամենայն հայոց չի կարող լինի, ուրեմն ինքը ամենայն հայոցից դուրս է։ Վերջին երկու շաբաթում վարչապետ Փաշինյանն ամենօրյա գրառումներով ու երեկվանից արդեն կոնկրետ համակարգող խմբի ձևավորմամբ կաթողիկոսական նոր ընտրություններ է ձեռնարկում։ Կաթողիկոսն ինքն այս թեմայով լրագրողների հարցերին չպատասխանեց, սակայն ժամանման սրահից դուրս եկավ, հավաքվածների ծափերն ու կոչը նրան ստիպեցին կանգ առնել մեքենայի մոտ։ Զավակներդ են եկել դիմավորելու վեհափառ, գոչեց ինչ-որ մեկը հեռվից։ Գիտենք, որ դուք եկել եք այստեղ ձեր վրդովմունքը արտահայտելու վերջին օրերին Հանրապետության վարչապետի կողմից թույլ տրված եկեղեցու մեր եւ եկեղեցականության հասցեին արտահայտությունների առնչությամբ։ Վեհափառը չասաց, որ վստահ է, ասաց հավատում է, որ խոհեմությամբ առանց ավելորդ հուզականության պիտի կարողանան հաղթահարել այս դժվարությունը։ Մեր հորդորը պիտի լինի ձեզ միաժամանակ սիրելիներ, որ այս դժվարին ժամանակներում ամուր ու հաստատուն պահել միաբանությունը ազգային մեր կյանքում։ Թույլ չտանք, որ որևիցե կերպ մեր կյանքում տեղ գտնեն այնպիսի արարքներ ու գործողություններ, որոնք կվտանգեն ազգային մեր միասնությունը։ Հենց մեքենայի մոտ էլ հավաքվածներին հրավիրեց միասնական աղոթքի։ Հայր մեր, որ եկինս ես, Սուրբ Եղեցի անուն քո։ Այստեղ էլ փորձեցին կաթողիկոսից ճշտել, արդյոք պատրաստվում է ազգային եկեղեցական ժողով հրավիրել։ Սա եկեղեցական իշխանության գերագույն մարմինն է, կաթողիկոսի ընտրությամբ զբաղվող միակ մարմինը։ Վեհապառ ժողով հրավիրելու եք։ Ոչինչ չեմ կարող ասել հիմա այս պահին։ Այնինչ որ կնախատեսենք եւ կնախաձեռնենք, այդ ամենի մասին ժամանակին կտեղեկացվեք դուք։ Վեհապառն այստեղ էլ փորձեց մեքենա նստել, հեռանալ, սակայն այդպիսի հնարավորություն չկար ու նա հոգևորականների ու քաղաքացիների ուղեկցությամբ ոտքով առաջ շարժվեց։ Քահանաները հնդածս հայրապետին նվիրված երգն սկսեցին. «Երկար կյանք տուր հայրապետին, երկար օրեր հայոց հոր տողերով»։ Երկար կյանք տուր Կարեգին երկրորդը հեռանալիս հավատացյալներին հրավիրեց Արարատյան տոներին մասնակցելու, ասաց սուրբ մասունքներ պիտի ցույց դնեն։ Հանգիստ քուն եւ բարի երազներ ձեզ։ Իսկ առավոտը դարձյալ բարի չէր ամենայն հայոց կաթողիկոսի համար։ Նիկոլ Փաշինյանը, որ արդեն ունի իր իսկ հարցի պատասխանը վեհափառի կուսակրոնության ուխտը խախտած լինելու մասին, նոր հարց է առաջ քաշում։
Մայրաթոր Սուրբ Էջմիածինը թող պարզաբանի համաձայն հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու կանոնների ինչ է տեղի ունենում, երբ պարզվում է, որ կուսակրոն հոգևորականը խախտել է կուսակրոնության ուխտը եւ կուսակրոնության ուխտի ստանձնումից հետո զավակ է ունեցել։ Այս պահի դրությամբ վարչապետը 2 ստատուս է գրել իր ձեռնարկած հոգևոր հեղափոխության շրջանակում, երկրորդն արդեն կարգախոս է, վեհարանը վեհի։